այս պարագայում դուք պիտի մի քիչ ինքնահայաց լինեք եւ նաեւ ընդունեք որպես քաղաքական հնաբնակ, ճիշտ այնպես ինչպես ես քաղաքական հնաբնակ, անցնող 35 տարիների ընթացքում Հայաստանի քաղաքական խոսույթում որևէ քաղաքական գործիչ հարգված թե ոչ իմ կողմից կամ հանրության հայհոյա խոսությունը այդպես չի լեգիտիմացրել, ինչպես դուք եւ ձեր քաղաքական ուժը։ Եկեք խոստովանեք դա։ Եվ նույնիսկ ինձ մի խանգարեք, դուք իրավունք չունեք այս բանին ինձ խանգարելու։ Եվ ձեզ խորհուրդ եմ տալիս, երեք երբ որ դուք շրջանառության մեջ դրեցիք այդ էթիկայի կոդի մասին տեսականորեն հրաշալի փաստաթուղթը, այո, մեկ անգամ եւս ես խորհուրդ եմ տալիս լինել շրջահայաց եւ տեսնել ձեր եւ ձեր քաղաքական թիմի մեղքի բաժինը եւ մեկ նախադասությամբ եզրափակեմ, երբ որ դուք անգամ ես անհարմար եմ զգում այս ամբողջից հայտարարելու, բայց սեռական օրգանների հիշատակումներով այսպես խոսք եք տարածում զանգվածային լրատվամիջոցներով կամ սոցիալական ցանցերում եւ միջազգային գործընկերներ ինձ պատկերն են ցույց տալիս, ասում են, միթե սա ձեր վարչապետն է, ես գետինն եմ մտնում անկախ նրանից այս թիմից եմ, թե այս, թե ՀՀ ցանկացած քաղաքացի եմ, առանց քաղաքական կենսագրության։ Սա է իրականությունը եւ առերեսվեք այդ իրականության հետ։ Շնորհակալ եմ Տիկին Գալստյան ձեր խորհուրդների համար, մենք միշտ աշխատում ենք տեսնել մեր թերությունները եւ ուղղել դրանք, շնորհակալություն։